Երեք կարել էի մի գրառում հարցի տեսքով, որտեղ հարցրել էի, թե ձեզ որն է ավելի վտանգավոր, մարդը, որ ունի ազատություն, բայց չունի պատասխանատվություն, մարդը, որ ունի հավատք, բայց չունի իմացություն, գիտակցություն, թե մարդը, ով ունի գիտելիք, բայց չունի իմաստություն։ Արձագանքները էլի ինչպես միշտ բուրն էին, որը միշտ ինձ շատ ուրախացնում է։ Հիմա ուզում եմ ուղղակի իմ կարծիքը արտահայտեմ, ինձ թվում է այս տիպի հարցերը ուղղակի անձնական կարծիքի տիրույթով կարանք մենակ պատասխանենք։ Ըստ իս այդ երեքից ամենավտանգավորը դա ունենալ հավատք առանց իմացության։ Պատմության մեջ մեր օրինակները բազմաթիվ են։ Այդ խաչակրաց արշավանքներից, իսլամական ջիհադներից, վերջացածս նացիստական Գերմանիայի արած ոճրագործությունները, դրանց բոլորի հետևում կանգնած ա եղել հավատք, կուրորեն հավատք, առանց այդ գիտակցության, առանց այդ իմացության, այսինքն եթե զանգվածը հավատում է առանց հասկանալու, արդեն այդ զանգվածին շատ հեշտ է ուղղորդել ու տանել շատ սխալ ճանապարհով։ Եթե վերցնենք օրինակ առաջինը, ազատություն առանց պատասխանատվության, որը որ շատերը հենց դա էին պատասխանել, իհարկե ես շատ մեծ կողմնակից եմ պատասխանատվության, ուղղակի երբ որ sense համամարտկային կոնտեքստից եք նայում, օրինակ բազմաթիվ ճգնավորներ կամ չգիտեմ, ասենք այս անտուն մարդիկ, այս հոմլես ասածները, որ Ամերիկայում շատ են, իրանք ընտրել են ազատություն առանց պատասխանատվության կյանքը։ Անհատական մակարդակով կարող է դա շատ վատ է, բայց համամարտկայինը, որ վերցնում եք, առանձնապես այտենց եսի ինչ վտանգ չեն իրանք իրանցից ներկայացնում։ Քանի դեռ իհարկե կան բավականին մարդիկ, ովքեր որ անում են հակառակը, պահում են այդ պատասխանատվությունը։ Գիտելիքն էլ առանց իմաստության ուղղակի ինձ թվում է ոչ միտեղ չտանող ինչ-որ մի բան է, շատ արագ իրան կսպառի ու այդ անձնավորությունը, որ գնում է գիտելիքի հետևից, բայց չի ունենում իմաստությունը, չի կարող հասնի շատ մեծ բարձունքների։ Հենց այդ հավատքն է, որ ես ընտրեցի առանց իմացության, որը որ կարա լինի կործանարար։ Ու այս ամեն ինչը ինչի եմ ես անում, եկեք անցյալի փորձերի վրա այնց անենք, որ հանկարծ հիմա էլ նույն տիպի ծուղակների մեջ չընկնենք, որովհետև հենց հիմա էլ շատ լուրջ հավատքի առումով փոփոխության են գնում, շատ լուրջ նոր համոզմունքներ են գալի մեր դաշտ, արևելքից, չգիտեմ, արևմուտքից, եկեք մի քիչ բան լինենք, աչալուրջ լինենք ու այդ ամեն ինչը շատ ուշադիր ձևով անցկացնենք մեր ֆիլտրներով, նոր սարքենք մեզ, էլի, անվերապահորեն, կուրորեն չհավատանք ոչ մի համոզմունքի, եթե անգամ շատերն են դա կրկնում։ Դա դեռ չի նշանակում, որ դա իրականություն է։